Հələ գնացեք, բացեք ինտերնետով նայեք, ինչքան վտար։ Շանը սխեցին 3 ավտոյի տակ ստեղ։ Գյումրու Գերցենի փողոցում հերթական վթարն է տեղի ունեցել։ Վերջին տարիներին այս թաղի բնակիչները նման պատահարների հաճախ են ականատես լինում։ Ասում են վարորդները սահմանված արագությունը գերազանցում են այն փողոցում, որտեղ չկան արհեստական անհարթություն, արագաչափ լուսացույցեր։ Այս փողոցն ասֆալտապատվել է 2019 թվականին։ Այդ ժամանակվանից ի վեր երթևեկության կանոնների խախտումներն այս փողոցում սովորական է դարձել։ Միրիգուն արեք, կանեք, տարեք ինչ կդարվի ստեղ։ Կոնկակ են ավտոները, իրար հետ բրցում կկամի։ Գերցեն փողոցում նաև դպրոց կա, բնակիչները մտահոգ են հատկապես անցուդարձանող երեխաների համար։ Երեխա կանցնին ստեղ, ամեն ինչ է կանցնին։ Լեժաշի պալիցեյսկի դերեք, այս փողոցը կարգավորվի։ Չէ, չի կարգավոր, կամ էստեղ երեխա դիգնի ավտոյի տակ նոր կարգավորեք։ Հերթական վթարից հետո բնակիչներն իրենց ձայնն են բարձրացնում, հույս հայտնելով, որ պատկան մարմինները անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն։ Մեր բոլոր թաղի, այստեղ կային այդ բոլորի կողմից ես եմ խնդրում եմ արագաչափ բերեք, դրեք ստեղ։ Ուղղակի եմ խնդրում, ուրիշ բան չեք, կամ լիժաշի պալիցը, մի բան արեք ստեղ։ Գյումրու համայնքապետարանից այսօր լրատվականին փոխանցեցին, որ խնդրի լուծման շուրջ աշխատանքներ արդեն տարվում են։ Հարցը պետք է լուծել ճանապարհային դեպարտամենտի հետ։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։